Նարեկը ծնվել է 2001 թվականին, հուլիսի 29-ին, Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում։ Շատ հետաքրքրասեր, դեռ փոքրուց, ամեն ինչի հանդեպ հետաքրքրասեր էր, շատ ակտիվ, շատ աշխույժ, շատ լավ մանկություն ա ունեցել։ Հաբոբյանի հիմնական դպրոցը ավարտելուց հետո ընդունվել է Երևանի Օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջը, 3 տարի այնտեղ ուսանել է։ 3 տարին ավարտելուց հետո ֆիզկուլտ ինստիտուտի բռնցքամարտի հեռակա բաժինն ընդունվել, ինչի հեռակա, որտեղ համատեղ նաև աշխատում էր։ Նարեկը դեռ փոքրուց ֆիզիկապես շատ լավ պատրաստված ա եղել, շատ դեռ առաջին դասարանից աչքի անգե իր ակտիվ բոլոր օլիմպիադաների մասնակցում էր, միշտ հաղթանակներով, այսպես ասած դպրոցի պատիվը միշտ բարձր պահած։ Տարբեր սպորտաձևեր սիրում էր, ֆուտբոլ էր խաղում, դպրոցի թիմի ավագն ա եղել, բասկետբոլի, հետո այսպես մի օր եկավ, ասեց ուզում եմ գնամ բռնցքամարտով զբաղվեմ եւ հիմնվեմ ցած այդ սպորտաձևի մեջ, տարբեր մրցաշարերի մասնակցել ա, ունի մեդալներ, պատվոգրեր, հաղթանակներ։ Ծառայությունից հետո շատ մեծ նպատակներ ուներ, որ պետք է կառուցումը շարունակեր, քանի որ 1 կիսամյակ սովորեց, զորակոչվեց բանակ։ Իրան դպրոցական ժամանակ Տիտոյին ասում իր արագավազքի համար, երբ որ ֆուտբոլ են խաղացել ու ինքը դաշտի էր, մյուս դաշտի գլուխ ենքան արագավազ է ու գնդակը որսացեն կերն ասելա մենակ ծիտը կարող էր այդպիսի մեծ արագությամբ կար գնդակը վերցներ։ Օլիմպիականի Արտուրը իրեն կնքել էր արշ մականունը, մի օր ասել էր արի ուժերը փորձենք։ Նարեկին օլիմպիականում որպես արշ գիտեն, իսկ հադրութում ասել են հադրութի բոքսոն, այդպես են իրան տղաները ճանաչել։ Պատերազմական ֆիլմեր է շատ սիրում դիտեր եւ ամենաշատ որ վավերագրական ֆիլմեր ուսումնասիրում էր դա Մոնթեի վավերագրական ֆիլմերն էր, ասեմ Մոնթեյով ապրում էր, Մոնթեին պաշտում էր ինքը։ Կարելի ասել երևի թե ճակատագրի հեգնանք էր իր կյանքը այդպես էլ Մոնթեի դիրքում էլ տվեց իր հերոսի դիրքում, ինչպես ինքը իր վերջի խոսքերն էր, ասես կյանքից գնով էլ լինի Մոնթեից դիրքը չեմ տալու։ Շատ էր հաճախում եռաբլուր, քանի որ օլիմպիականի սաների վազքողին եռաբլուրն ա եղել, իրենք 15 կիլոմետր վազում էին, 15 կիլոմետր հետ էին գալիս։ Տղաները պատմում են, իհարկե ինքը դրա մասին չի խոսել, ինքը այդ պարծենկոտ տեսակը չէր, ինքը համեստ էր, զուսպ էր իր հետո պատմեն, ասում քանի որ ինքը վազքից բավականին արագավազք իր նաև վազքը իր մոտ այսպես ասած ռեկորդ էր, շուտ էր հասնում տեղ, ասում գալիս ենք, տեսնում ենք ամեն անգամ Նարեկ ինչ որ հերոսի շիրիմի կողքին նստած է ու ասում են ինչ է կան տարբեր անցնում հերոսների կողքով, կանչում էր, ասում զարմանալի բան է, բոլորի մասին գիտեր, պատմում էր իրենց մարտական ուղին, կյանքը ու ամենաշատը ինքը Մոնթեի շիրիմին է շատ հաճախ է տղաներն ասում էր տեսնես մի օր ես կարամ Մոնթեի նման կռվեմ, Մոնթեին բայել լինեմ։ Տուն մտնելուց միշտ շպիտով շատ վարակիչ ծիծաղ ուներ։ Կարոտել եմ այդ վարակիչ ծիծաղին։ Կապը մեր ուրիշ ա եղել։ Շատ ամուր կապ ենք ունեցել, իհարկե ինքը կապված էր եղբոր հետ, Սարգիսի հետ, մի ուրիշ կապ էր իրանց եղբոր կապն էր շատ ուժեղ կապ ա եղել։ Երազում էր իր ծննդավայրում բացել բռնցքամարտի սրահ, ճիշտ է հիմա բռնցքամարտի սրահը կա, երեխաները մարզվում են, կիսով չափ Նարեկի երազանքը կատարվել է։ «2020 թվականի հունվարի 31-ին զորակոչվել է բանակ, Հադրութի զորամասում 38-401 զորամասում, սկզբից առաջի պաշտպանականում ա ծառայել, հետո եղել է Բաշտի ավագ հրաձիգը, գնդացրորդ այլեր, շատ լավ ա ծառայել, շատ լավ տրամադրված, ասեմ զինվորական հագուստը պատվով էր կրում, 2020 թվականի փետրվարի 22-ին Նարեկի երթման արարողություններ, մեկ անգամ եմ եղել Արցախում, այդ ամբողջ զորամասի զինվորների մեջ փնտրում էին Նարեկիս բոլորը միանման են ու չես կարողանում գտնես ու սենց փնտրելով ու տեսա որ շարքի վերջում կանգնած ու լայն իր այդ սիրուն ժպիտով նայում է ինձ ու այդ պահը ուզեցա վազեմ գրկեմ ինքը ձեռքով սենց ներքևից հասկացրեց որ մոտենալ չի կարելի կարգն է այդպիսին ես էլ այդ անհամբերությամբ սպասում եմ թե երբ պիտի ավարտվի որ ես մոտենամ գրկեմ
Գիտեք ինչ, անենց կարոտած հետո իրան գրկեցի, անենց չգիտեմ, չեմ կարող ասել, այդ զգացողությունը մի այլ կարգի էր։ Շատ ուրախ, շատ լավ ծառայում էր, անընդհատ խոսելուց ասում էր, մամ, չզգացի 2 ամիսը երբ անցավ, 3 ամիս, ասում էին, լավ, կարևորը լավ է, որ քո համար լավ անցնում, ճիշտ է, մեր համար դժվար է, բայց կարևորը քո համար լավ անցնում։ Ինքը ուներ այնտեղ զբաղմունք, մարզվում էր Զորամասի մարզասրահում, իր նկարը առաջիններից մեկի անկյուն կար այնտեղ սպորտսմենների, փակցված իր մեդալներով, միշտ հետաքրքիր է դարձրել օրը, ինքն էլ որ շփման Գեզրեր բոլորի հետ գտելա, շատ ընկերասեր ա եղել։ Ինքը ասում էր, մամ, ես ուզում եմ դիրքերում ծառայեմ, որտեվ ծառայությունը դիրքերում է։ Ասում էր, մի քիչ Զորամասում ձանձրանում եմ, դիրքեր որ բարձանում է, շատ էր ուրախանում, անգամ դիրքը մաքրել էր, տվել, գեղեցկացրել էր ու մի օր ասեց, մամ, որ արձակուրդ կամ ինձ ծաղիկներ կա, տանեմ Հադրութի դիրքերում տնկեմ։ Ցավոք սրտի 9 ամիս ծառայության ընթացքում այդպես էլ արձակուրդ չեկավ, տուն չեկավ։ Ես համոզված եմ, որ էլի մերն է լինելու Արցախը։ Ասեմ, ես չգիտեմ, կտեսնեմ այդ ամենը թե ոչ, բայց միշտ ասում եմ հիշեք, որ Գինոսյան Նարեկի մայրը խնդրել է, որ Հադրութի դիրքերում իր սիրած ծաղիկները տնկեք։ Որովհետև այդ ծաղիկները ուղղակի ծաղիկներ չեղե, գիտեք, դա նոր կյանքի կոչ է եղել, հասկանում եք, ես Նարեկին գիտեմ այդ ծաղիկներն ինչի համար է ուզեցել տնկի, որ Արցախի պետք է միշտ լինի, նոր կյանք պիտի լինի, միշտ այդտեղ պետք է կյանք լինի, դա է խորհրդանշը ու դեռ եւ որ Արցախի ամբողջական հանձնումը չէր եղել Հադրութի, հույս ունեի, որ անպայման կգնամ Արցախ, որտեղ որ իմ Նարեկը զոհվել է, այնտեղ ծնկի կգամ ու ինչքան ուժ ունեմ իր անունը կկանչեմ։ Բայց էդ էլ մնաց անկատար, չնայած այնտեղից բերել են Մարտունի հողը, 2020 թվականի սեպտեմբերի 23-ին իրան ուղարկել էին Հայաստան սերժանտական դասընթացների մեծամորում Հոկտեմբերյանի Զորամասում։ Ընդամենը 4 օրվա եկած էր, որ Չարաբաստիկ պատերազմը սկսվեց։ Ամեն օր ասում էի տղես գանք քեզ տեսնենք, ասում էր մամ ջան, ես էստեղ մի բան կանեմ, կգամ ձեզ կտեսնեմ, նոր եմ, դե էս COVID-ի համար տեսակցություն չէր թույլատրվում, խիստ էր։ Ես էլ չգիտեի, որ այդ Չարաբաստիկ Կիրակի օրը ինքը պետք է անկնկալ աներ ու գարիս տեսներ, դա ինձանից թաքցրել էին տանեցիկ։ Ամուսնուս տղայից հետ խոսել էր, բայց արի տես ինքը չեկավ։ Ինքը գերադասեց գնա Արցախ հայրենիքը, այնտեղ կան տղաներ ներկա, որ պատմում են, ասում են Նարեկը հավաքեց տղաներին, ասեց ես էստեղ անելիք չունեմ, մի օր շուտ պիտի գնամ հասնեմ ընկերներիս, ով է իմ հետ միանում, լսել էր, որ խումբ կա գնում են, չի համբերել, շտապօգնության մեքենան հիվանդանոցի գնալուց ա եղել, նստել ա վարորդի կողքին ու գնացել ա Գորիս։ Սկզբից Գորիս, հետո Խոջալու, այնտեղ պահեստներ են եղել զինամթերքի, ասել են, տեսել են, որ ինքը լավ պատրաստված շատ սիրուն կազմվածք ուներ, դե ասենք սպորտսմենների, ասել են, մեզ այսպիսի ուժեղ տղաներ են պետք, մնաք ստեղծենք, դե Նարեկի համար դա այն չէր, որ ինքը պիտի ուղակի զենք բարձր, նա պիտի զենքով կռվեր, ինքը պիտի գնար հասներ ընկերներին, իր տեսակներ այդպիսին։ Այդ ամեն ինչը ըմտորե մեզանից թաքցրել է, մենք հետո ենք իմացել այդ ամեն ինչ իր զոհվելուց հետո իր մարտական ընկերներն են պատմել, շատ գաղտնապահ էր, վերին աստիճանի, անգամ իր տեղը չգիտեինք, պատահական ենք իմացել որտեղ է ինքը։ Գնացել է Ջաբրայիլ իր մանկության ընկերոջը որոնելու, Գուշիս, շատ ամանեկե չի գտե, բայց բոլոր ընկերներին տվել է իր ընկերոջ լուսանկարը, ասելա, որ այս տղայից ինչ որ մեկը լուր ունենաք, ինձ զանգեք։ Ցավոք սրտի Գուշը սենց 27-ի օրը զոհվել է, դիպուկահար էր, ու այնքան է փնտրե որոնե ու տղաներին ասել ամենտեղ ման է, մեկ է չեմ գտել։ Մնում է միտեղ, նայել է երկինք, ասել է այնտեղ կհանդիպենք։ Ամենադժվար ասում էր, գիտես, որ նա երբ որ իմ ընկերը զոհվում է, ու իր վերջի խոսքը ինձ խնդրում է, որ ես իր մայրիկին, իր սիրած աղջկան փոխանցեմ։
ասում է դրանից ծանր բան չկա, բայց ինքը այդ հնարավորությունն էլ չունեցավ։ Գուցե մի բաներ ինքն ուներ մեզ ասելու, չգիտեմ։ Մեր վերջի զրույցը Նարեկիս հետ եղել է հոկտեմբերի 31-ի երեկոյան։ Տատիկ պապիկն էլ էին մեր տանը։ Գիտեք ինչ, կարծես թե հրաժեշտի զրույց լիներ, չնայած նրան, որ միշտ ուրախ է խոսել։ Բոլորի հետ խոսած, եղբոր հետ խոսած, բայց հետո առանձին հայրիկ հետ խոսացել էր, որ շատ թեժ է իրավիճակը, անգամ հայրիկին ասել էր ցանկացած լուրի պատրաստ եղեք, ասել էր ինչ լուրի, ասել էր անգամ իմ մահվան լուրին։ Եղբոր համարը տվել էր իր վիրավոր ընկերոջը, ասել էր, որ ես զոհվեմ կզանգեք եղբորս, ասել է ճիշտ է ինձանից փոքր է, բայց ինձանից ուժեղ է։ Պապայիս մամայիս չզանգեք, իրանք չեն դիմանա։ Ու ինքը խաչեր էր միշտ կրում իր մոտ, սրբապատկերներ, այդ խաչերը սրբապատկերները տվել էր տղաներին, ումը որ տվել էր, ընտրել էր այդ տղաներին, ասել էր դուք ողջ եք մնալու եւ ողջ են մնացել։ Տվել էր այդ տղեկին եւ ընտրել էր, բայց չգիտես ինքը որ չնայած նրան ասում էր թուրքի փամփուշտն էլ ձեռքումս չեմ զոհվելու, տուն եմ գալու, բայց դրա հետ մեկտեղ նաեւ ինքը պատրաստ է եղել զոհվելու, որովհետեւ ինքը առաջ կնետվող էր, առաջ գցող է եղել իրան, իր տեսակներ այդպիսին անբախ էր, չափից դուրս անբախ էր, չափից դուրս։ Ինքը ինձ սենց հրաման տվեց, մամ, լսում ես, ինչ եմ քեզ ասում, լաց չլինես, չլացես մամ ջան։ Ինքը միշտ մամ ջանով էր իմ հետ խոսում, ասեցի բալես, այստեղ բոլորս ձեր համար աղոթում ենք, աղոթեք, ասեց մամ, այստեղ բոլորն են աղոթում։ Մամ ջան, մարտի 8-ը շնորհավոր։ Նարեկը զոհվել է նոյեմբերի 1-ի երեկոյան Մարտունի 2-ի Մոնթեի դիրքում, որը Մոնթեի դիրքն է հանդիսացել կամար դիտակետը։ Իր մարտական ընկերներից պատմում են, ասում են, ինքը իր 12 հոգանոց ընկերներին ջոկատին վերցրեց, իր վերջին բառերն ա եղել, տղեկ դուխով ամեն ինչ լավ ա լինելու, ասում ա զենքը ձեռքին այդպես վազելով դեպի բարձունքը գնաց։ Գնացել ա օգնության հասել, զենքը ձեռքը կռվելուց ա եղել, մարտը վարելու ժամանակ անօթաչու սարքից։ Տղաները սկզբից բոլորը վիրավոր են եղել։ Հիմնարեկն էլ ա վիրավոր եղել, եթե տղաներին շուտ հասնեին, հնարավոր է, որ իրանք փրկվեին, բայց շտապօգնություն են կանչել, չեն ունեցել շտապօգնության մեքենա, հետո արդեն երբ որ մարտը մի քիչ թուլացել է երեկոյան ուշ արդեն գիշերով, քնացել են տղաներին հանել են այդտեղից, չեն կարողացել, էլի շտապօգնության մեքենա չի եղել, որ իրենց այդ իջացնեն տղաները իմ Նարեկիս եւ մնացած իր զոհված ընկերներին մի ծառի տակ հնապարկի մեջ դրել են եւ ծածկել են։ Նոյեմբերի 18-ին Կարմիր խաչի միջոցով տղաները ամուսինս էլ գնաց Արցախ։ Գնացինք որոնողական աշխատանքներին եւ Կարմիր խաչը նոյեմբերի 18-ին հանել է, նոյեմբերի 29-ին ուղարկավորել ենք իր ծննդավայրում, չնայած նրան, որ հրամանատարն ասել էր Նարեկին անպայման եռաբլուր կտանեք, որովհետև ինքը իր գիտակցաբար ա եղել, ինքը զենքը ձեռքին ա կռվելուց եղել։ Իր հրամանատարին կիմը, իրանց հրամանատար կիմը, հենց ինքը հադրութից է, ասեց Նարեկն եկա մեզ օգնության, մեզ օգնեց, ես վիրավորվեցի, հետո ինձնանից հետո ասեց Նարեկը արդեն իմացա, որ զոհվել է։ Ճիշտ է, ես հասկանում եմ, որ Ռոբերտը նոր մարդ է, անգամ Սարգիսս ասեց, որ Նարեկ չեն կնքի, ինքը նպատակ ունի, որ իր տղա ունենա, Նարեկ կնքի։ Ռոբերտս իրականում շատ խելացի բալիկ է, շատ նկար կա, որ 2 ամսեկան ժամանակ մեկ էլ Նարեկի այդ պահը շատ նման են իրար, շատ։ Ռոբերտը իրականում շատ բան է փոխել մեր տանը։ Կյանք ավելի է իմաստավորվել, արդեն ավելի մեծ պարտականություններ, պարտավորվածություն ես զգում փոքրիկի հանդեպ, անկախ քեզանից ժպտում ես, որտեվ երեխան դա է պահանջում։ Լույս է բերել մեր տունը, հույս, կյանքի օրը արդեն լցվում է, գոնե գիտես այսօր ինչ ունես անելու։
Շնորհակալ եմ Աստծուն այս պարգևի համար, շնորհակալ եմ Սարգիսիս, որ ամեն ինչ հորդորեց, որ ես այս բալիկն ունենամ։ Ես գիտեմ, որ Նարեկս էլ երկնքից ուրախ է իր եղբոր համար, մեր տղաներին մենք երբեք բացակա չենք դրել, իրենք միշտ ասում եմ, իրենք ավելի ողջ են։ Իրենք ողջերից ողջ են, իրանք կան։ Ինձ որ մեկ ասում են, հպարտ եղիր, որ հերոսի մայրես, ասում եմ, բայց ես այն ժամանակ էլ էի հպարտ։ Այնպես չէր, որ ես իմ որդին պետք է գնար անմահանար, որ ես հպարտ լինասի, ես միշտ եմ հպարտ եղել Նարեկով ու միշտ հպարտ կլինեմ ու միշտ իր անունը պատիվը պիտի բարձր պահեմ արժանապատիվ ձևով